Բջջային հավելվածով, օրինակ, խնայողությունն ավանդնել, թե ծախսելու մեջ ընտրություն կատարող մարդուն ինչպես ուղղորդել տեխնոլոգիական գործիքների օգնությամբ։ Առհասարակ ֆինանսական որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքով է թվային տիրույթն ազդում սպառողի վարքագծի վրա։ Քննարկումն այս մասին է ուսումնասիրության հեղինակը ԵՊՀ գիտաշխատող Լուսինե Զիլֆիմյանը։ Նրա զեկույցով ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մարդ համակարգիչ փոխազդեցություն և ուսումնառություն գիտական լաբորատորիան բաց հանդիպում սեմինարների շարք է սկսում։ Մայրբուհում որոշել են ոչ միայն իրենց ուսանող դասախոսներին, այլև բոլոր հետաքրքրվողներին հնարավորություն տալ օգտվեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Մայրբուհում որոշել են ոչ միայն իրենց ուսանող դասախոսներին, այլև բոլոր հետաքրքրվողներին հնարավորություն տալ օգտվեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ համալսարանում մոտ 1,5 տարի առաջ ստեղծված լաբորատորիայի ու հետազոտական բացառիկ թանկարժեք սարքերի հնարավորությունից։ Մենք առաջին անգամ Հայաստանում փաստորեն ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետում զբաղվում ենք էքսպերիմենտալ տնտեսագիտությամբ եւ նաեւ վարքագծային տնտեսագիտությամբ եւ առաջին անգամ Հայաստանում մենք ունենք սարքեր, որոնց միջոցով կարող ենք օբյեկտիվ գնահատել մարդկանց էմոցիաները, մարդկանց ուրեմն արձագանքները այս կամ այն ստիմուլներին։ Գիտական մեկ այլ ուսումնասիրության շրջանակում մեր համալսարանականները Սանկտ Պետերբուրգի գործընկերների հետ հետազոտել են Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության աշխատանքային սթրեսի թեման։ Նախագծին մասնակցել է 231 ռեսպոնդենտ, անկեղծացել գործին իր վերաբերմունքի գործատուի պահանջներին հարմարվելուց մինչև իսկ նեղվում է արդյոք ղեկավարի քննադատությունից կամ որքան հաճախ է վիճում կոլեգաների հետ։ Ընդհանուր առմամբ սթրեսակայունության թույլատրելի ցածր գոտում ենք, նախնական տվյալ է հրապարակում հետազոտության համահեղինակ Աննա Հակոբյանյանը։ Ավելի շատ ստրեսակայուն են, որը ունի նաև իր սպეციფიկ դրսևորումները, այն իմաստով, որ կոնֆլիկտայնության մակարդակը բավականին ցածր է, այսինքն հոգեբանական թեստով ապացուցվել է, որ հարցվողների 85%-ը ունեն ցածր կոնֆլիկտայնություն։ Հարցին կմոտենան նաև ազգային առանձնահատկության տեսանկյունից արդյունքները քննարկելով սոցիոլոգների հետ։ Գնահատականը կարևոր է, որովհետև այս հետազոտությունը եվրոպականից մինչև հետխորհրդային պետություններում իրականացվող մեծամասշտաբ գիտական վերլուծության մաս է։ Հետաքրքիր բացահայտումներ ունեն փակագծերը շատ չբացելով, ասում են ԵՊՀ-ում։ Աշխատանքային միջավայրում խնդիրների առաջադրման եւ դրանք քննարկման տեսանկյունից էլ է մեզ մոտ իրավիճակը այնպիսին, որ փակ է մեր հասարակությունը, այսինքն ավելի քիչ են իրանք իրենց խնդիրներով կիսվում կոլեգաների հետ, ղեկավարների հետ, սա մեր դիտարկմամբ ազգային է, բայց դրա ավելի խորքային պատասխանը կլինի որակական հետազոտությունից հետո։ Ուսումնասիրությունն առանձնացրել է աշխատաշուկա նոր մտնող երիտասարդ կադրերից մինչև թոշակին մոտ տարիքի մարդկանց գործին հարմարվելու մակարդակ, տեղում ու հեռավար աշխատելու դրական բացասական կողմեր ու շատ այլ գործոններ, որովհետև պարզվում է աշխատանքային սթրեսին ժամանակակից աշխարհը սկսել է մեծ դեր հատկացնել ընդհուպ տնտեսական գործընթացների ու կառավարման արդյունավետության տեսանկյունից։ Հերմինե Բաղդասարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։